Սեպտեմբերի 23-ին Կաջափնյակի Բաշինջաղյան փողոցի այս հատվածից շտապօգնության մեքենայով մի տղամարդ է տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն, վնասված էր գլուխը։ Բժիշկների գնահատմամբ նրա վիճակը ծանր էր։ Նախնական տվյալներով 51-ամյա տղամարդուն վրաերթի էին ենթարկել։ Ոստիկանության Մաշտոցի բաժնից օպերատիվ խմբեր էին մեկնել եւ Հիվանդանոց եւ Բաշինջաղյան փողոց։ Քրեական հետախույզները ճշտել էին դեպքի ժամը, ապա սկսել ականատեսներ փնտրել։ Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տեղեկությունների վերլուծությամբ ու համադրմամբ պարզել էին, որ վրաերթից առաջ միջադեպ էր եղել ինչ-որ տաքսու վարորդի եւ Հիվանդանոց տեղափոխված տղամարդու եղբոր միջև։ Ականատեսների պատմելով ոչ տաքսու համարանիշն էին հիշում, ոչ էլ մեքենայի մակնիշը, մտապահել էին միայն գույնն ու վարորդի արտաքինից որոշ մանրամասներ։ Մի քանի ժամ տևած հետախուզական միջոցառումներից հետո այս մեքենան վարորդով հանդերձ տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Սարի թաղում ապրող 34-ամյա Խաչատուր Գևորգյանը տաքսու վարորդն է։ Առաջին անգամ էր ոստիկանությունում նախկինում չի դատապարտվել։ Բաշինջաղյան փողոցում կատարվածի նախապատմության ու բուն դեպքի մանրամասներին տեղեկանանք նրանից։ Գնացել ենք, հասել ենք տեղ, ինքը փողոց չի վճարել, ինձ հայել այջել է մեքենայից թքել է վրես, ես իրան բրդեցի, հետո եղբայրը տնից դանակով դուրս եկավ, ստեսա դանակովը ուզեցա փախնել, մեքենան խոտտված էր, նստեցի մեքենայի ղեկին, ուզում էի շարժվեմ, ապակին իջացրած էր աղբերը գլուխ ապակուսն արս մտցրեց բռնեց ղեկից, ու ես դանակը որ տեսա ձեռնա բաց, մեքենան գազդվեցի, որ չխփի ինձ, ինքը ձեռնը թողել ա ղեկից ընկել է։ Խաչատուր Գևորգյանը պատմում էր իր եւ շրջապատում մծմականվամբ հայտնի Արամ Նահապետյանի վեճի մասին։ Նախնական տվյալներով տաքսու վարորդի հետ վեճի բռնվողն ու նրան հայհոյողը Արամ Նահապետյանն է։ Մեր գրեթե բոլոր հարցերին նա տալիս էր թեական պատասխաններ բացի այս մեկից։ Քանի անգամ եք դատապարտվել նախկինում։ Չեմ հիշում։ Մոտավորապես 12 կա հաստատ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։